Եթե հնարավոր է վերականգնել Վիսոնյան Հայաստանի ծրագիրը, ապա ինչու շատ երկրներ չեն կարողանում վերադարձնել իրենց պատմական տարածքները։ Ինչով եք բացատրում, որ դա մեզ մոտ կհաջողվի։ Հարցի մեջ սխալ կա, կարևոր սխալ կա։ Մեր պատմական տարածքները չեն դա։ Դա մեր իրավական տարածքներն են, այսինքն միջազգային իրավունքով համապատասխան լիազորություն ունեցող մարմինների կողմից որոշված Հայաստանի Հանրապետության տարածքներն են։ Հայաստանի պատմական տարածքը Սեբաստիան, Կեսարիան, Կիլիկիան, դա պատմական են։ Իսկ սա իրավական տարածք է։ Եվ ասեմ ձեզ, երբ որ Ուիլսոն իրավարար վճիռը որոշվեց, հենց ամերիկացիների մեջ լիքը մարդ կար, որ դեմ էր, որտեղ ասում էր, «Էս ինչ եք անում, Հայաստանի երկրի 60%-ը թողում եք թշնամուն, 40-ն եք տալիս, սա մեկ»։ Հետևաբար նման զուգահեռներ չկա։ Ես անձամբ չգիտեմ մի որևէ այլ երկիր, որը ունենա նման իրավական հիմքեր իր սահմանների վերաբերյալ եւ ոնց ասած չպայքարի դրա համար կամ հետ չբերի։ Մյուս երբ որ դուք ասում եք, որ հետ չեն բերում եւ այլն, դրա մեջ էլ ճիշտ չի։ Շատ էլ լավ էլ հետ են բերում, ուղղակի դրա մասին, քանի որ դրանք մի քիչ այսպես աղմկոտ ու պատերազմական չեն, սահմանների հստակեցումը, եթե դուք նայեք օրինակի համար միջազգային դատարանների վճիռներին եւ բանն, հսկայական սահմանների ճշգրտումներ կա։ Օրինակ նորվեգա-ռուսական սահմանի վրա 1 միլիոն քառակուսի կիլոմետր, այսինքն 2 Ֆրանսիա չափ ճանապարհ սահմանը հստակեցվեց, խոսքը ծովային սահմանի մասն է եւ միշտ էլ կան։ Իսկ ես երբևէ չեմ ասել, որ միայն իրավական հարցով, եւ ավելին ես ասել եմ միջազգային իրավունքը 0 է, բայց այն 0-ն է, որը դուք դնում եք քաղաքական ռազմական ուժի կողքին, 10 անգամ ուժեղացնում է։ Միայնակ ինքը չի կարող գործել, բայց եթե դուք դնում եք որոշակի իրավիճակի մեջ, այդ շատ կարևոր է։ Այդ իրավիճակը դու դրան պետք է պատրաստ ես։ Եթե մենք օրինակի համար Արցախի հարցում պատրաստ լինենք եւ հարցը հենց Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակում տանենք, որ աշխարհը չընկալեր Ադրբեջանի գործողություններ որպես սեփական տարածքի դեօկուպացիա։ Շատ հնարավոր է, որ այն չեզոքությունը, մեզ համար վատ չեզոքությունը, որ կար 20 թվականին չլներ։ Այո։